Ժողովուրդ ջան, ուրեմն ասես որ որոշեմ տեսնեմ, լսեմ հասկանամ այս պրոպագանդիստական դաշտում ինչ է կատարվում։ Առավոտ մի քանի հոգու լսել եմ երեկանից էսկոմ։ Հիշում եք, ես հետ կիսվել եմ այն մասով, որ դեռ 18 թվականից Էրդողանը դրել է ծրագրիր Հայաստանում արմատախիլ անել հակաթուրքականությունը։ Հիշում եք, ես մի քանի անգամ դա մասին ասել եմ։ Եվ դրա համար կոնկրետ մարդիկ կան վարձված եւ աշխատում են այդ ուղղությամբ։ Մի խոսքով այդ մարդիկ ավելի ակտիվացել են, վստահ լինելով որ վերջ արդեն ընտրությունների հարցը լուծած է, Նիկոլին փրկեցին, ու կդարան անցնեն իրանց օրակարգի մյուս հարցին։ Այսինքն հակաթուրքականությունը արմատախիլ անեն Հայաստանից։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ հայերին սիրուն սկուտերի վրա նորից տանել մատուցել թուրքերեն, ինչ որ 15 թվականից առաջ արել են դաշնակները Արևմտյան Հայաստանում, զինաթափել, մարդկանց համոզել, որ թուրքը առաջվա թուրքը չի, մի խոսքով ձեր միակ թշնամին հյուսիսն է, Ռուսաստանը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այդ տղմաներին ասեք, որ Ռուսաստանն ու Թուրքիան մնում են հայ ժողովրդի գլխավոր թշնամիները, որովհետև ինչ որ հիմա կատարվում է, դա կատարվում է ռուս-թուրքական պայմանագրերի շրջանակներում, այդ Լենին Քեմալ Աթաթուրքի պայմանագիրն է, այսինքն այն հանգամանքը, որ Ռուսաստանը թշնամի պետություն է, դա դեռ չի նշանակում, որ Թուրքիան է բարեկամ, եւ հակառակը, Մի խոսքով, ես դեռ անուններին չեմ անդրադառնա, բայց դուք ուշադիր լսեք բոլորի խոսույթը։ Եթե մեկն ասում է Թուրքիան մեզ թշնամի չի, չգիտեմ ընդեղ այլ բառերով, հակառակորդ, ոչ բարեկամ երկիր, դրանք հենց այդ վարձկաններն են, որ 18 թվականից ներդրված են հասարակական կյանքում, որպեսզի քարոզեն արմատախիլ անելով հակաթուրքականությունը, այսինքն մեզ սկուտերի վրա մատուցեն թուրքերին։ Բարձր, ուշադիր լսեք ով ինչ է ասում Թուրքիայի մասին։ Թուրքիան դա էգզիստենցիալ թշնամի է, ինչպես Ադրբեջանը։ Գուցե պակաս վտանգավոր քան Ադրբեջանը, որտեղ Թուրքիան ամեն դեպքում ավելի սերտ է կապված Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ի հետ, բայց երկուսի նպատակները ռազմավարական նշանակությամբ իրենց փաստաթղթերում, երկուսի նպատակներում Հայաստանի ոչնչացման ծրագիրը դրված է առաջնային տեղում։ Եվ այսպես, ում կտեսնեք այդ խոսույթով, որ Թուրքիան մեր թշնամին չի, իմացեք ձեր արժև տեսնում եք թուրքական ազդեցության գործակալ, թքած անուն ազգանունի վրա, ով ուզում է լինի, ոնց ուզում եք այդ մարդուն վերաբերվեք, բայց այս խոսույթը հենց լսեք, իմացեք դուք ձեր արժևում տեսնում եք թուրքական ազդեցության գործակալ։